Երբևէ մտածել եք, թե ինչու՞մ հին աշխարհում սխտորն ավելի բարձր էին գնահատում, քան ոսկին։ Գիզայի բուրգերը Եգիպտոսում կառուցում էին բանվորներ, որոնց սննդակարգում սխտորը պարտադիր էր, գերբնական դիմացկունություն պահպանելու համար։ Իսկ անցյալի մեծ համաճարակների ժամանակ հենց նրանք, ովքեր օգտագործում էին այս կծու բանջարեղենը, ողջ մնալու ավելի մեծ շանսեր ունեին։ Բայց ինչ կպատահի ձեր մարմնի հետ իրականում, եթե 1 ամիս շարունակ օրական ուտեք ընդամենը 1 բճեղ սխտոր։ Այսօր մենք կվերլուծենք այս հարցը մինչև մանրուքները։ Մենք չենք խոսի տատիկների հեքիաթներից, այլ կհիմնվենք կենսաքիմիայի եւ վերջին բժշկական հետազոտությունների վրա։ Դիտեք այս տեսանյութը մինչև վերջ, քանի որ մեջտեղում ես կբացահայտեմ 10 րոպեի կանոնի գաղտնիքը, առանց որի սխտոր ուտելը պարզապես ժամանակի կորուստ է եւ բերանի տհաճ հոտ։ Եվ իհարկե, եթե ձեզ անտարբեր չէ ձեր երկարակեցությունը, բաժանորդագրվեք մեր ալիքին հենց հիմա, քանի որ այստեղ մենք բարդ գիտական տվյալները վերածում ենք առողջության պարզ բաղադրատոմսերի։ Եկեք նայենք ձեր օրգանիզմի ներսը հենց այն պահին, երբ սխտորն ընկնում է ստամոքս։ Հիմնական գործող նյութը, հանուն որի այս ամենը ձեռնարկվում է, ալիցինն է։ Բայց ահա պարադոքսը, սխտորի ամբողջական բջջի մեջ ալիցին չկա։ Այնտեղ կան երկու առանձին բաղադրիչներ՝ ալիին եւ ալիցինազ ֆերմենտը։ Դրանք գտնվում են տարբեր բջիջներում եւ միանում են միայն այն ժամանակ, երբ դուք քայքայում եք սխտորի կառուցվածքը, կտրում եք, ճզմում կամ ծամում։ Հենց դրանք հանդիպում են տեղի ունենում օգտակարության միկրոպայթյուն։ Ալիցինը հզորագույն բնական սուլֆիդ է։ Երբ այն հայտնվում է ձեր արյան մեջ, սկսում է աշխատել որպես բարձր արդյունավետության սպասարկման կենտրոն ձեր անոթների համար։ Առաջին բանը, որ կնկատեք 1 շաբաթ անց, դա զարկերակային ճնշման փոփոխությունն է։ Սխտորը նպաստում է անոթներում ծծմբաջրածնի արտադրությանը, ինչը ստիպում է անոթների պատերին թուլանալ։ Եթե դուք տառապում եք հիպերտոնիայով, բարձր ճնշում, սխտորը կարող է դառնալ ձեր մեղմ բնական օգնականը։ Այն ոչ միայն իջեցնում է ճնշումը այստեղ եւ հիմա, այլև անոթները դարձնում է ավելի առածքական։ Պատկերացրեք, որ ձեր զարկերակները հին ու փխրուն խողովակներից վերածվում են նոր ու ճկուն մայրուղիների։ Կանոնավոր օգտագործման դեպքում սա ուղղակիորեն նվազեցնում է ինսուլտի եւ ինֆարկտի ռիսկը ավելի քան 20%-ով։ Անցնենք արյանը։ Սխտորը բնական հակաագրեգանտ է։ Այն թույլ չի տալիս թրոմբոցիտներին կպչել իրար եւ վտանգավոր մակարդուկներ առաջացնել։ Մի աշխարհում, որտեղ թրոմբոզը դարձել է հանկարծակի մահվան գլխավոր պատճառներից մեկը, օրական 1 բճեղ սխտորն աշխատում է որպես բոլորին հասանելի կանխարգելում։ Ավելին, այն ակտիվորեն պայքարում է վատ խոլեստերինի դեմ։ Այն բառացիորեն քերում է խոլեստերինային վահանիկները անոթների պատերից, թույլ չտալով դրանց փակել լուսանցքը։ Իսկ հիմա խոսենք իմունիտետի մասին, ինչի մասին մարդկանց 99%-ը գիտի միայն մակերեսորեն։ Սխտորը ոչ միայն սպանում է վիրուսները, այլև ակտիվացնում է ձեր սեփական բջիջ մարդասպաններին, T լիմֆոցիտներին։ Սա ձեր օրգանիզմի հատուկ ջոկատն է։ Երբ վիրուսը հայտնվում է քիթ կոկորդում, սխտորով մարզված իմունիտետը վայրկյանապես ճանաչում է թշնամուն։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ, ովքեր ամեն օր սխտոր են օգտագործում, 63%-ով ավելի քիչ են հիվանդանում մրսածությամբ։ Իսկ եթե հիվանդությունն այնուամենայնիվ հասել է ձեզ, դրա տևողությունը կրճատվում է 5 օրից մինչև 1.5 օր։ Սա հսկայական խնայողություն է դեղատնային միջոցների վրա եւ ձեր հիանալի ինքնազգացողությունը ցուրտ եղանակին։ Բայց կա նաև մութ կողմը, որի մասին շատ բլոգերներ լռում են։ Սխտորը ագրեսիվ միջավայր է լորձաթաղանթի համար։ Եթե դուք ունեք գաստրիտ կամ խոց սրացման փուլում, հում սխտորը կարող է թշնամի դառնալ։ Կարևոր է լսել ձեր օրգանիզմին։ Եթե սխտոր ընդունելուց հետո այրոց կամ անհանգստություն եք զգում, հնարավոր է արժե անցնել ֆերմենտացված սև սխտորի կամ այն ընդունել ճարպերով հարուստ սննդի հետ, օրինակ ծիտապտղի յուղի կամ ավոկադոյի։ Ճարպերը մեղմում են հարվածը ստամոքսին, բայց չեն նվազեցնում օգտակար նյութերի ներծծումը։ Անդրադառնանք ուղեղին։ Օքսիդացման ստրեսը դեմենցիայի եւ Ալցհեյմերի հիվանդության գլխավոր պատճառն է։ Մենք բառացիորեն ժանգոտվում ենք ներսից ազատ ռադիկալների ազդեցության տակ։ Սխտորը պարունակում է հակաօքսիդանտների եզակի հավաքածու, որոնք պաշտպանում են ուղեղի նեյրոնները քայքայումից։ Կանոնավոր օգտագործումը բարելավում է հիշողությունը եւ կոգնիտիվ ունակությունները։ Դուք սկսում եք ավելի արագ մտածել, ավելի լավ կենտրոնանալ առաջադրանքների վրա եւ քիչ հոգնել աշխատանքային օրվա վերջում։ Սա օրինական դոպինգ է ձեր ինտելեկտի համար։ Իսկ ինչ կասեք դետոքսի մասին։ Ձեր լյարդը օրգանիզմի գլխավոր ֆիլտրն է։ Սխտորը պարունակում է ծծում, որն անհրաժեշտ է գլուտատիոնի, լյարդի կարևորագույն հակաօքսիդանտի սինթեզի համար։ Օգնելով լյարդին մաքրել արյունը տոքսիններից, սխտորը անուղղակիորեն բարելավում է ձեր մաշկի վիճակը։
անհետանում են ցաները, դեմքի գույնը դառնում է առողջ, աչքերի տակից հեռանում են պարկերը։ Դուք ավելի երիտասարդ տեսք եք ստանում ոչ թե քսուկների, այլ օրգանիզմի ներքին միջավայրի մաքրության շնորհիվ։ Շատերը վախենում են հոտից։ Սա այն հիմնական պատճառն է, ինչի պատճառով մարդիկ հրաժարվում են այս սուպերֆուդից, բայց հոտը հենց այն ցուցանիշն է, որ ալիցինը աշխատում է։ Այս էֆեկտը նվազեցնելու համար փորձեք սխտորից հետո ծամել թարմ մաղադանոս, անանուխ կամ ուտել մի կտոր խնձոր։ Այս մթերքները չեզոքացնում են ցուցումբային միացությունները բերանում։ Հիշեք, որ հոտը գալիս է ոչ միայն բերանից, այլև մաշկի ծակոտիներից, քանի որ սխտորը մաքրում է ամբողջ մարմինը։ Բայց միթե թարմ շնչառությունն ավելի կարևոր է, քան առողջ սիրտը եւ մաքուր անոթները։ Իդեպ ճիշտ պատրաստման մասին։ Սա այն պահն է, որը կորոշի դուք օգուտ կստանաք, թե պարզապես կծու համեմունք կուտեք։ Եթե դուք կտրատած սխտորը անմիջապես գցում եք եռացող յուղի կամ ջրի մեջ, դուք սպանում եք ալիցինաս ֆերմենտը։ Օգուտը հավասարվում է 0-ի։ Հիշեք ոսկե կանոնը. ջզմեք սխտորը դանակի տափակ կողմով, մանր կտրատեք այն եւ թողեք տախտակի վրա ուղիղ 10-15 րոպե։ Այդ ընթացքում տեղի կունենա քիմիական ռեակցիան։ Ալիցինը կկայունանա եւ կդառնա դիմացկուն թեթև ջերմային մշակման նկատմամբ։ Միայն նման դադարից հետո այն կարելի է ավելացնել ուտեստի մեջ կամ ուտել։ Եկեք ամփոփենք մեր խորը վերլուծությունը։ Սխտորը պարզապես համեմունք չէ։ Այն բնության կողմից ստեղծված բարձր տեխնոլոգիական կենսաբանական հավելում է։ Այն մաքրում է արյունը, ամրացնում սիրտը, պաշտպանում ուղեղը, խթանում իմունիտետը եւ օգնում լյարդին։ Օրական մեկ բջիջը չնչին գին է ապագայում քրոնիկ հիվանդությունների բացակայության համար։ Ես ձեզ կոչ եմ անում փորձարկում անցկացնել։ Փորձեք 30 օր շարունակ ձեր սննդակարգում ավելացնել 1 բջիջ ճիշտ պատրաստված սխտոր։ Դուք կզարմանաք, թե ինչպես կփոխվի ձեր վիճակը, էներգիայի մակարդակը եւ նույնիսկ քնի որակը։ Եթե այս տեսանյութը ձեզ համար նոր բան բացահայտեց, չմոռանաք հավանել, լայքի դնել։ Գրեք մեկնաբանություններում, թե ինչպես եք վերաբերվում սխտորին եւ արդյոք ունեք դրա օգտագործման ձեր սեփական գաղտնիքները։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակին, որպեսզի տեղյակ լինեք երկարակեցության բոլոր գաղտնիքներին։ Ձեր առողջությունը ձեր ձեռքերում է, իսկ մենք միայն օգնում ենք ձեզ գտնել դեպի այն տանող ճիշտ ուղին։ Կհանդիպենք նոր թողարկումներում։